Բարև Մելինե ջան։ Բարև։ Լավ ես։ Լավ։ Լավ, ապրես։ Երկու րոպե սպասենք, տեսնենք ով կմնա ու սկսենք, հա։ Դուք փորձել եք տնային երեխեք ելել եք ավելի շուտ։ Միսոր 10-ին չեմ եղել, չի դե ինգեր Արտուր ինչ պիտի եղնից։ Պրոստը վիդեոն ուղարկել էի, տնայինն խմբի մեջ գցել էի, չեք տեսե։ Միսուրիկ չում տեսել ինգեր Արտուր։ Բարև ձեզ ինգեր Արտուր։ Բարև Ստելա ջան։ Լավ ես։ Լավ դուք ինգեր Արտուր։ Լավ։ Մելինե իսկ դու փորձել էիր ելնել տնայինը։ Միկրոֆոն։ Ստադիգենցը ստանն եմ մնացել, չեմ կարողացել անել։ Լավ, հասկացա։ Լավ, մի տնայինը նայենք, հա։ Ինչ էր հանձնարարված, ինչ կգնեինք։ Մադամանտս 10-ից արագի մեջ կրգնություն կենենք, որ սաղ հիշեն ինչ ենք երանացած 10-ին ու կանցինք առաջ։ Ինգեր Արտուր, այս ծրագիրը ինչի համար է նախատեսված, որ ինձ կբացատրեք։ Ծրագիրը նախատեսված է ծրագավորման լեզու է, գրեթե ամեն ինչի համար։ Վեբկայքերի ծրագավորման, համակարգիչների ծրագրերի ծրագավորման, օրինակ Instagram, Facebook, Dropbox, սաղ այդ կայքերը մշակված են այս ծրագավորման լեզվով։ Ու մեզի շատ հայտնի լիքը կայքեր, ինքը արագ աշխատող, արագ կոմպիլացվող, համեմատած լեզուների շատ ավելի հեշտ ծրագավորման լեզու է։ Պարզ է։ Ուրեմն հեռախոսով որ կմտնի կամ կոմպով որ կմտնի կապ չունի, կայքը CD է, on-line կոմպիլատոր է programis.com Programs? Program i.com .com Այս կայքը կմտնի։ Ամեն հեռախոսների մեջ էլ կա, չէ՞ դա։ Հա, հեռախոսով որ կերեք կյանի։ Այս կայքը կմտնի։ Դեռ ներքևը կա Python programming։ Սաղ մենք Python programming-ի վրա։ Կդարդիկ։ Ուստեղ Python programming-ից հետո online compiler կա։ Սաղ մենք իրա վրա ու կպած է մեր կոմպիլատորը ու դեղ որ կներգմուծենք մեր ծրագիրը ու կաշխատցենք։ Հա, մեկ էլ երեխեք, չգիտեմ, դուք տեսել եք թե չէ, այստեղ գիշերային տարբերակ կա, մեկ է ցերեկային տարբերակ կա։ Եթե սաղ մեկ իրա վրա են, սպեսած կայքի դիզայնը ավելի մուտք դառնա, էլի։ Ինչի վրա են ինգեր Արտուր։ Այս լուսնի վրա։ Սաղ մենք պրոստը ինքը գույները կփոխեմ, ինչը հարմար է։ Անձի այս տարբերակը ավելի հարմար է, այս եկտարանք օգտագործեք կամ սպես։ Տեսեք սիրեմ սպես մոտ գույնով։ Ինքը փառք մոտ կոչվի էլի։ Իսկ սոր վրա կսախ մեկ պրոստը այս վերևի մասը վեր կհանե, ավելի հարմար կդառնա ռեկլամները, գովազդները, ոչ մեկը չեն կա։ Ավելի լավ է այս տարբերակով։ Այստեղ էլի դուք եկարնակ փորձեք։ Նախ մեր տնայինը ես տվել էի մաթեմատիկական գործողություններ հաշվելու համար, գումարում, բազմապատկում ու աստիճանի հանում էր քառակուսի բարձրացնել։ Ու պրիտաբենք թե ինչ տեսակի տիպեր կան Python-ի մեջ, այսինքն ես թվեր էի տվել կամ տողեր էի տվել իրա տիպը պրիտաբենք։ Առաջինը մաթեմատիկական գործողություններ ունենք։ Առաջինը 3 + 4 + 6 + 10 այս մաթեմատիկական գործողությունը դի հաշվի print էլի մեր կրիայի միջից էր ինքը print ուղղակի տարբերություններն էր որ այստեղ արդեն փակագծերի մեջ կտնենք ինքը կնշանակի տվել հետո runtime ինքը կհաշվի մեզի կսե նույն ձևի էլ հաջորդները print Արտուր։ ահա Իսկ այդ
փոփոխականի մասը ես այն դասին չկարողացա նորմալ հասկանալ, դրա համար էլ մի քիչ էի Որ կարողացել մասը փոփոխականի։ որ տիպերը պետք է անենք։ Հա, հիմի այս մաթեմատիկական գործողությունները ցույց տամ, հաջորդը փոփոխական տիպերը տաբելը ցույց կտամ։ Գերարտուր, իսկ այստեղ աստղանիշն ինչի համար է։ Աստղանիշը բազմապատկման համար է։ Սիկ կնշանակի 5 գումարած 5 անգամ 5 + 6 անգամ 4։ Python-ի առավելություններից մեկը այն է, որ ինքը ավտոմատ բազմապատկման ու բաժանման առավելությունը ինքը ավտոմատ կհաշվի, այսինքն եթե կարիայի մեջ կարենք 5 + 5 անգամ 5, ինքը սկզբից բան կներ 5 գումարի 5, հետո 10-ը կբազմապատկի 5-ով։ Իսկ Python-ի մեջ ինքը ավտոմատ գիտե, թե սկզբում բազմապատկման գործողությունը կենենք, չէ՞ երեխեք։ Բազմապատկման բաժանման հետո նոր գումարենք։ Ինքը ավտոմատ արդեն կհասկանա, եթե այստեղ բազմապատկում է դրած, ինքը պետք է բազմապատկում է այս երկու բազմապատկումները։ Հետո նոր սկսե թվերը իրար գումարել։ Կամ հանել։ Կամ Այս հանել։ ինչ գործողություն ենք դրել։ Հաջորդը print 6 անգամ 6 -10 + 5 + 10 ու այս արդարադությունը պետք է բաժանենք 10-ի։ Այս արդարադությունը։ Երեխեքից անուշներ կարծեմ ղեկի։ Էլեր ու այս կողքից ստեղից բաժանել էր 10-ի։ Ցիկ ինչի՞ չի թույլատրվի սպես բաժանել 10-ի, որովհետև նայեք երեխեք։ Ցիկ print-ի միջի հրամանն է, սա մաթեմատիկական գործողություն է, ինքը կիրականացնես սոր մեջ։ Իսկ ստեղից աչքում, իշխոր նշանակի, որ մենք այս print հրամանը, այս հրամանը բաժանենք 10-ի, որը անիմաստ է ու չի կարելի անել զուտ, հետ այսպես բանանենք, մեզի սպես էրորներ կուտա։ Այսինքն ինչ գործողությունը պետք է անենք, փակագծերի մեջ պետք է Ինչ մաթեմատիկական գործողություն կենենք, փակագծերի մեջ կենենք։ Այսինքն եթե այս ընդանուր արդարադությունը կուզեմ բաժանեմ 10-ի, իրանց կվերցնեմ առանձին փակագծի մեջ, ու այս արդարադությունը նոր բաժանեմ 10-ի։ Ուրի եթե ես իրան run տամ, աշխատցնեմ, ինքը կհաշվի ճիշտ պատասխանը կստանա։ Հաջորդը այս արդարադություններ 5-ի քառակուսի, նայ այս բանին ուշադրություն դարձրեք 5-ի քառակուսի կրելու համար, այսինքն 5 անգամ 5 կրելու համար, երկու հատ աստղանիշ կտնենք, սիկ կնշանակի 5-ի քառակուսի։ Այսինքն 5 անգամ 5, հա։ 5 անգամ 5։ 5-ի խորանարդը կեղնի 5 անգամ 5 անգամ 5։ Նույնն է, ինչ որ սիկ կրեինք, քառակուսին ծանոթ եք, չէ՞ երեխեք։ Քառակուսի բարձրացնել։ Այս նույն կրելաձևը 5 բարձրացած քառակուսի։ Այսպես ծանոթ կյանեք երևի կանեք։ Մաթեմատիկայի մեջ կրելաձևը սպես է։ 5 բարձրացած քառակուսի։ Այս ոսկե Նույնն է, կեղներ կողքը սանտիմետր։ նույնն է 5-ի քառակուսին Python-ի մեջ 5 սանտիմետր ինչ որ սպես կրենք։ Սիկ կնշանակի 5-ի քառակուսի, թե ծրագրի մեջ անհարմար է, էլի, տեսեք մենք երկուսը վերևը կգրենք, ինքը մեր կլավիատուրայի վրա պես տեղ չկա, էլի, որ այս քառակուսին հանենք վերևը։ Դրա համար էլ կգրեն երկու հատ աստղանիշ բարձրացած քառակուսի։ Հետո հանած 10-ը բաժանած 5-ի + 6 + 7։ Հետո սիկ print տանք, էլի մեր արդարադության հաշիվը կտաբե։ Նույնը հաջորդներ, համարյա նույնը, պրոստը մեկ փոքր տարբերությամբ 16 անգամ 6 + 4 + 7 այս արդարադության, այս ընդանուր արդարադությունը քառակուսի ենք բարձրացրել։ Այսինքն ոչ թե էլի ստեղ կգրեմ այս քառակուսին իրանից դուրս։ Սպես չեմ կրել։ Այ կգրենք նորից print-ի մեջ։ Դիք չի հասկնա, որ Եթե print-ի փակագծերի մեջ կրեմ, այսինքն բարձրացած քառակուսի, այս դեպքում նոր արդարության արժեքը ճիշտ կստանա։ Այս դեպքում թիվը մեկ չեմ բարձրացրել, թե նորմալ է, էլի որ բարձրացրել 11449-ն է։ Ոյ, ինչ է բար, թիվ ստացա։ Երեխեք, նայեք, հիմի ստեղ թվեր ստացանք, չէ՞, 23, 54, 4.1, 36 ու 0, 11.1
449 Python-ի մեջ բոլոր թվերը բաժանված են տիպերի կան ամբողջ թվեր կան կոդորագային թվեր կոմպլեքս թվեր տողեր եւ այլն Հիմի ամբողջ թիվը նույն մեր ամբողջ թիվը գիտենք օրինակ 23-ը ամբողջ թիվը չէ ինքը Python ծրագրավորման մեջ կգրվի որպես int անգլերեն integer բառից է որը էլի որ անգլերենից թարգմանենք integer բառը կնշանակի ամբողջ թիվ Դա բարձ է Այո Հիմի եթե ես գրեմ ստեղ type հրամանով պրոստը կտբե թե այս արտադրության արժեքը ամբողջ թիվ է, հա, կոդորագայինն է թե ինչ է։ Հիմա եթե run տամ իրան, տեսեք class int։ Կնշանակի որ ինքը integer class-ի է, այսինքն ամբողջ թիվ է։ 54-ն է։ Անգլերենով այդպես կլինի։ Հա, ամբողջ թիվը, կանեք ձեր մոտ կրնակ գարանց է կդի, որ հիշեք։ Ամբողջը հավասար է integer Երբ այս ամբող եք գրել։ Ամբողջ, հա։ Որն էլ հավասար է int։ Սիկ կաշ գրելա ձևն է։ Պրոստը առաջի 3 տարին են վերցրել, որ շատ երկար բան չեն։ Իրանք նույն բանն են։ Class int, այսինքն ամբողջ թիվ, չէ։ Հա, int class-ն է։ Որ, ըհը։ 54-ը նորից ամբողջ թիվ է, չէ։ Թորս ամբողջ մեկը դիկոդորագային թիվ է։ Հա, իսկ հիշես կոդորագայինը ինչ տիպ կհամարվի։ String-ը տողն էր։ Լավ, եթե հեմի run տամ, թույս կուդա։ Չէ, ցույց տվեց։ Դեռ ընկավ բան սախալ ենք թերել։ Երկրորդը մերպն։ Ուրեմն այդ type-ը դիդեղ չավելցնենք, այն երկրորդի։ Վայանամ հմիք տեսնենք։ Unsupported for type int. Connect change. Երրորդ տողն է։ Տեսեք ցույց տվեց, ինչ որ սխալ է երել, չհասկացա ու դեռ սխալ է, ստեղ գրեց class float։ Կոդորագային թվերը կոդորագային Python-ի մեջ կգրվի որպես float։ Հա, բարձ էր։ Այս է կոդորագային թվերի մասին։ Հիմա մեր տնայինը սպես նայր։ Նադամ պիտի տվենք, ճիշտ է, ես էլ էի թղթի ու գրիչի վրա, բայց ստեղ եկարանք տվենք, ստուգենք։ Այդ ամեն ինչ, print type, առաջինը 5 թիվներ, այնեքսիկ չնջեմ, որ մեզ չխանգարել։ 5-ը բնականաբար ամբողջ թիվ է, print։ Օրինակ հիմի, եթե գրենք print type 199-ը ինքը, ինչ տիպի կեղանի։ Հարնեսունին ինչ տիպ կեղանի։ Լասպես հարսեմ, 199-ը ինչ թիվ է։ Ամբողջ թիվ է, չէ, ամբողջ թիվը ինչ խեր, Python-ի մեջ։ Int? Այո։ Ապրիս։ Հաջորդը print type 5 ամբողջ 5։ 5 ամբողջ 5-ը ինչ տիպ կեղանի։ 5 ամբողջ 5-ը Ամբողջ։ Ինչ կեղանի չլսեցի։ կոդորագային
կոդորագայինը ինչ խեր Python-ի մեջ։ Բան string Float, ապրիս, կոդորագայինն է float-ներ։ Ցիկ տվեց float։ Մյուսը պիտի տպենք։ Բայց այդ խնդիր կա դու ամա անընդհատ անջատվի կը։ Հա, պարզ է։ Հաջորդը պիտի տպենք արմատի 38 տողը, սիկ ինչ կեղնիր, բանի մեջ, Python-ի մեջ ինչ տիպ կհամարվիր։ Ինտը ամբողջ թվերն էր, իսկ սի տողը էլի, տողը ինչ խեր կա հիշեք, այս ստելան բդի հիշե, string, որդով պիչը մարդ սեցիր, դիկայի type-ը չէի կրե, տողը տաբեց մենակ, եթե կրեմ type-ն էլ, տես կրեց string, string-ը էլի կաջադատ ձևով կկարե, էստե R կկարե, նույն string-ն է ինքը, պրոսը կաջադատ ձևն է, հաջորդը էլի ուզ ամբողջ թիվեր, ես էր մեր տնայինը երեխեք ընտամենը, դժվար չեր, հաստատ, էլի float տիպի, ազես կանը, ու պլյուս անցաստասին էլի սելեի, այս մասին, մեկնաբանությունները, եթե ծրագրի ինչ-որ մասում կուզեք ձեզի համար նշում թողակ, որ հիշեք, մենք կրեայի մեջ երեցինք, չէ, որսենք ունենք ծրագրերը լավ երկար էին իրանք ու կարողա հասնենք տեղ չհիշենք ու դեղ ինչ էին կերել, կոդը չհասկնենք, դրա համար գոյություն ունի մեկնաբանությունները, մեկնաբանությունների մեջ կրենք, օրինակ այստեղ տվել եմ թվի տիպը կամ չգիտեմ, այստեղ տվել եմ տող այսինքն երբ որ մենք վանտագանիշ կկրենք ու վանտագանիշից հետո ինչ-որ տող կկրենք դիք ծրագիրը չի կոմպիլացնե որպես կոդ, այլ կկոմպիլացնե որպես մեզի համար նմուշ ինքը մեր ծրագրի կատարման այս կոդերի կատարման ընթացքին ընդհանրապես չի խառնվի, ինքը մենակ մեզի համար է, որ մենք հիշենք, թե ծրագրի որ մասում ինչ գործողություն ենք իրականացրել։ Իսկ այստեղ եթե այս նշանը լինի, ու մենք այս գրածի փոխարեն ուղղակի գրենք string։ Խոսքի միակամից տիպը, ինքը դիք կտպե թե չէ։ Ինչ կրենք, process խս կրենք string։ Չէ, ադիք չէ։ Այս վանդագանիշի այդ կողքինը ջնջենք ու մի ամենակ գրենք string։ Ինքը դեռ հասկնա, բայց Ստեղ կրեմ string։ Սպես կրեմ, հա։ Հա, այսպես որ կրեմ տարբերություն չկա, ես ստեղ ինչ կրեմ, string կրեմ, թե ինչ կրեմ, սի կարևոր անձի հիշելու համար է։ Եթե կրեմ string, ինքը ցանկացած դեպքում սիկ չի տբե, որովհետև ինքը կհասկանա որպես նմուշ ու այս կոդը չի իրականացնի։ Կոդը ինքը ինչ է իրականացնի, երեխեք։ Համար հարցերից յորդ մենք մոռան։ Նայեք կոդը ընդհանրապես ինքը ինչ է իրականացնի։ Հենց ես այս run հրամանը կգրեմ, ինքը կուկա այս առաջի տողի վրա, եկավ առաջի տող, կարտած, հասկացա, որ ինքը պիտի տբե այս 5 թվի տիպը, տբեց, եկավ տեսավ ստեղ նմուշ վանտագանիշ է տրած, հասկացա, որ այս վանտագանիշը ինքը պիտի հեշպան չնե, սիկ պրոսը պիտի մնա, ստեղից անցավ, գնաց, իջավ վարի տող, տեսավ սոր տիպը պիտի տբե, ստեղ տբեց, եկավ ստեղ, տեսավ float տիպը, type-ը հաշվեց, plus float տբեց, ու նույնը հաջորդ տողեր, ինքը հետով, վերևից վար, հետով հրամանները կարդելով կուկա ու ինչ գործողություն կեղնիկ իրականացնե։ Հասկացաք։ Այո։ Ստեղ ինչ որ բան կար, անհասկանալի էր կամ նորից կուզեկենենք կամ բանում չհասկացաք։ Ոչ։ Սա հասկանալի էր։ Շատ լավ է ապրիկ։ Հաջորդը երեխեք, որի մասին կուզեմ խոսամ, դիք վերակերման օպերատորներն են կամ համեմատական օպերատորները։ Նայեք, երբ որ մենք փոփոխական կստեղծենք, ինչ որ ցանկացած փոփոխական կստեղծենք ու կգրենք, օրինակ A անունով փոփոխական եմ ստեղծել, իրեն հավասարացրել եմ 5։
Ցիկ կնշանակի ոչ թե անհավասար է 5, այլ կնշանակի որ այն վերագրում ենք 5 արժեքը։ Միկրոֆոնը դանջդած է, բան, անգին է չեմ լսել։ Այսինքն ան 5-ն է։ Հա, ան 5 է։ Պատկերացեք ինչ որ մի հատ կառոպկա է անի, ու իր մեջ ցենք տարբեր տեսակի բաներ գցենք մենք, ինչ ուզենք։ Այ մեջ ա կառոպկներ, որի մեջ դրեցինք 5-ը։ Մենք բացի 5-ից իր մեջ կրնանք դրանք ինչ որ տող, խոսքի բարև, կամ ցանկացած բան կրնանք իր մեջ լցենք։ 5-ը իր մեջ պարունակելու, ինչ որ ինֆորմացիա պարունակելու համար է։ Իսկ եթե օրինակ այստեղ որ գրեցինք, ուրիշ տարբերենք օրինակ սն հավասար է ու գրենք ոսկի արմատ 38, 5-ը դի կհասկնա, թե անպայման թիվ պետք է եղնի դեռ։ Հա, կհասկնա, չի հասկնա։ Մենք փոփոխականին ցանկացած տիպի արժեք կրնանք վերագրենք։ Եթե գրել եմ սն հավասար է արմատ 38, ինքը սիգնորմալ կհասկնա, պրոստը որպեսզի ծրագիրը հասկնա, որ տող կմուտք կգրենք։ Մենք այսպես ձևավոր այս չագերտների մեջ կմուտք կգրենք։ Ինչ որ կենենք կրեայի մեջ։ Գրեցինք ինքը հասկացավ նորմալ կոմպիլացիա։ Հիմա որ ուզենամ ես տաբեմ, գրեմ print s։ Ցիկ տաբենք։ Արմատ 38։ Մենակ արմատը մեծատարով կրենք։ Ցիկ տաբենք։ Համի հիշենք երեխեք, որ S մե հավասարը կնշանակի վերագրել։ Բերեք մեկնաբանությունով կողքը գրեմ, հա։ Ան ա փոփոխականին վերագրել 5 արժեքը օրինակ։ Ուսը հայերեն գրեմ։ S-ը հավասար է 5, երբ որ փոփոխականի կողից մե հատն հավասար կտնենք, դի կնշանակի վերագրել։ Իսկ այն հավասարը, որը մենք գիտենք մաթեմատիկայից, օրինակ ան հավասար է 5, 6-ը հավասար է 6, այդ հավասարը կգրվի հետևյալ կերպ, երկու հավասարով, ան հավասար է 5։ Այսինքն մաթեմատիկական հավասարը, որը մեզի ծանոթ է, կգրվի երկու հավասարով։ Նույն ձևի էլի մեկնաբանությունով կգրեմ։ Ան հավասար է 5։ Այնտեղ հայերեն գրեցիք, այնտեղ անգլերեն, չնայած որ անգլերենով է հասկանք հայերեն, բայց Ես ես կողմ, սս կերևա, չի երևա, չէ, նորմալ բերեք սպես դարձնեմ, որ լավ երևա։ պիտակով ավելի լավ է, քան սևով։ Հա, ուղղակի մեկնաբանությունները լավ չէ երևա, դրա համար կույնը փոխեցի, որ մեկնաբանություններն է տեսնիք։ Մեկ էլ մաթեմատիկայի մեջ ունենք մեծի ու հավասարի նշան, չէ։ Օրինակ 5-ը փոքր է 6-ից, 7-ը մեծ է 5-ից, այդ համեմատականները։ Համարյա նույն ձևը ինչ որ մեծի ծանոթ մաթեմատիկայի մեջ կգրվի հետևյալ կերպ, ան մեծ է b-ից, Ցեն մեծ է, չէ, ցեն փոքր է, ան մեծ է b-ից, մեր վայրկյանը, ան մեծ է b-ից, ան փոքր է b-ից, կգրվի հետևյալ կերպ, ամենը սկան է, ան մեծ է Esel ան փոքր է, բեյց։ an փոքր Հաջորդը փոքր է կամ հավասար է կամ մեծ է կամ հավասար է։ Այդ կգրվի հետևյալ կերպ։ Երբ ան առաջի փոփոխականը մեծ կամ հավասար է երկրորդից, գրենք հետևյալ կերպ։ Ան մեծ կամ հավասար է b։ Հաջորդն էլ փոքր կամ հավասար է, Հիմի ես ծրագիրը
Այս մեր այդ ան մեծ է պեից կամ ան փոքր է պեից։ Համի դիգի այնտեղ կհասկնա մեր Սի գետը ես որ անդամ չի հասկնա, սխալ ցույց կտա, որովհետև ես ինչ որ հրամաններ չեմ գրել, պրոստը տեքստեր եմ գրել։ Անիմ պրոստը գրել եմ ան մեծ է պեից, բայց ինքը ոչ պեին կճանչը, մենակ պեին չի ճանչը, էլի մենակ գիտե որ ան հավասար է 5։ Եթե անհավասար է 5 ու B գոյություն չունի, ինչը խաշվեին կրծիկ, պրոստը սխալ է, էլի։ Պրոստը ցույց կտամ կարենք որ ձեր մոտ դուք նշեք, հիշեք այս ամեն ինչը։ Ան փոքր է կամ հավասար է B։ Կտար է։ B կամ հավասար է B։ Այս էլ երբ Գերարդ ու վերևը հավասար է այն կբաց է մնացել։ Սիգել երբ ան մեծ է կամ հավասար է B։ ան հավասար է B։ Հաջորդը երեխեք, մնացում է բանը այն, որ երբ որ մեթիվը հավասար չէ մյուսի, այսինքն եթե ուզենամ գրեմ ան հավասար չէ B-ի, գրեմ հետևյալ կերպ։ Բացականչական նշանք տնենք, մատեմ ռուսերենից մեզ կամ անգլերենից անոց բացականչական նշանք տնենք։ Ինչ։ Հատիկ ռուսերեն է։ Ռուսերեն էլ անգլերեն էլ երկուսն էլ։ Սիգեր կնշանակի ան Մենակ կլականդուրայի վրա, հատիկ որ Shift-ը կսխմես, մեկ է մեկը, իրար հետ կբաց, Shift 1։ Ստացվավ կդար։ Կդար ստելա։ Ալո։ Լսեք կա երեխեք։ Այո։ Լավ, տեսանք վերագրման արժեքներու համեմատությունները, նամեքս են փոփոխականին արժեք վերագրել, ցիկ հավասարացնել, մեծ ու փոքր, մեծ կամ հավասար, փոքր կամ հավասար, այս երկու ադեմ փերը, ու անհավասար չէ պեի, ցիկ ձեր մոտ նշեք երեխեք, ձեր մոտ պայեք ու մեզի իրականացման ընթացքում անպայման ինքը պետք ու կա, ցանկալի է ցիկ հիշեք։ Հասկացար ստելա դու ինչ որ բան բաց մնաց դու սեիրեգե։ Հա, գերատո անընդհատ Wi-Fi-ից հետ բանկենը Wi-Fi կոմպանենտად անջատվիգը ու պես քանի բան բաց կթողնեմ, բայց հետո տեսնեմ գա արդեն կա։ Հասկացա, շատ բան բաց թողել, սիկ ընդամենը պրոստը նորից անցը հիշել ենք, ստեղ ամեն ինչ հասկացար, չէ։ Լավ, երեխեք, հաջորդը բերեք մատում փորձենք, այս մեր սորվածը իրականացնենք մատում ծրագրի տեսքով, ստեղծենք երկու հատ փոփոխական։ Ստեղծենք երկու հատ փոփոխական ու փորձենք այդ փոփոխականները իրար հետ համեմատել։ Mən փոփոխական ստեղծեմ իրանք վերագրեմ 10, նամել փոփոխական, իրան լավ բերեք սորություն տնեմ։ Mən փոփոխական կսարքեմ, իրան 10 արժեքը կվերագրեմ։ Հիմի մեզի պետք է ստուգել, թե որն է իրարից մեծ։ Ան է մեծ, թե P-ն է մեծ ու այդ դեպքում տբե ինչ որ տող։ Մենք ինչ պայմաններ կստուգենք, կհիշեք։ Ինչ են Գերարտուր, ես չլսեցի։ Հիշեք կռիայի մեջ պայմանները ինչ կստուգենք, ինչ հրաման ունենք, որ պայման կստուգենք։ Պայման ստուգենք։ Պայման կտնենք ծրագրի մեջ, եթե այս դեպքը ճիշտ է, այս դեպքը աշխատի, եթե այս մյուս դեպքն է ճիշտ։ Եթե, Եթե, if։
Նույնը կա մեր Python-ի մեջ, նույն if-ը։ Ուրեմն ես կուզեմ համեմատեմ, եթե an մեծ է p-ից, թող տա b ինչ որ տող։ Ուրեմն փակագծերի մեջ Հա, մենք կրեայի մեջ դիք կրենք փակագծերի մեջ, բայց այդտեղ փակագիծ չենք դնել։ Այդտեղ պրոստը եթե կուզեմ համեմատեմ, կրեմ գա an մեծ է p-ից, եթե an մեծ է p-ից, ու այս արդյունությունը, երբ որ պայմանը ստեղծեմ, պայմանից հետո վերջակետ կտնեմ միադեմ։ Ամենայք երեխեք, այդտեղ չկա այսպես բան։ Վերջակետ կտնեմ ու դուրից հետո արդեն իրականացվող կոդը կրեմ, որպեսզի այս իրականացվող կոդը, այս պայմանի դեպքում աշխատելու իրականացվող կոդը այսինքն է այդտեղ կրեմ, վերջակետից հետո ու հաջորդ տողի վրա։ Ահա։ Ամեն եթե վերջակետը չեղնի, ինքը չի աշխատի։ Չէ, չի աշխատի։ Եթե պայմանը ճիշտ եղավ, ինքը կտբե an մեծ է p-ից։ Այստեղ հայերեն ինքը կհասկնա։ Հայերեն կհասկնա։ Տեսեք an մեծ է p-ից գրեց։ Ամեն նայեք երեխեք, այստեղ մեկ քանի առանձնահատկություն կա։ Երբ որ պայմանը կտնենք, պայմանը գրեցինք, նախ գրենք if, երբ որ պայմանը դրեցինք, վերջացրեցինք, կտնենք վերջակետ, ու պարտադիր հաջորդ տողի վրա մենք իրավունք չունենք դրենք սպես։ Նայեք, այսինքն նույն տեղից, սպես հեռավորություն պետք է ունենա մեզ իրանց մեջ։ Այսինքն այս print հրամանը պետք է եղնի վերջակետի տագը ու այս հեռավորությունը պետք է եղնի իրանց մեջ պարտադիր։ Եթե խոսքի print-ը տնենք այդ 6-ի ամենակողքը չի աշխատի։ Եթե print-ը տնեմ, ստեղ չի աշխատի։ Ծրագիրը այսինքն չի հասկնա, թե Error տվեց, չհասկացավ, թե ինչ կատարվավ։ Հիմա նայեք, ստեղ տեսա, ստեղ մեմ սպես սլակ է հայտնվել, չկարի, եթե այս վերջակետը չնջեմ, այս սլակը կգորի։ Այս վերջակետը նորից կտնեմ։ Այդ սլակն ինչի համար է։ Հիմա կսեմ, նայեք։ Բերեք, սլակը էլի չնջվավ։ Այսպես, հայերեն կկրեի։ Այս սլակը անոր համար է, որ մեզի հուշը, որ այս գծից պետք է չհասնի, որ փարիտա ինչի մարկազից պետք է չհասնի, որ ինքը հասկանա, որ այս հրամանի պարունակությունն է։ Եթե այս սլակը փակեմ, տեսեք, ինքն իգել իր մեջ մտցրեց։ Գերարտուր։ Ահա։ Մենք որ միշտ if-ը գրենք, ու էլի խոսքի an մեծ արդեն p-ից։ Խոսքի տվես ենք, էլի if-ի կողքը այդ սլակը պետք է այդ սլակից այն կողմ պետք է գրենք, այդ print-ը։ Print-ը նայ, եթե այս հաջորդ print-երը կտբեմ, կարամ արդեն ստեղ գրեմ։ Հասկացավ։ Սիկը հասկանա։ Չէ, պրոսը նույն բանը տբեցի, որ քանի անգամ չգրեմ։ Եթե այստեղ սլակով փակեմ, այս սաղ print-ները ինքը իր մեջ կվերցնի։ Բայց եթե այս print-ը սեղներ այս կողմը, սլակով ուզենամ փակեմ, տեսեք ինքը այս մնացած print-ները չի փակե։ Որտեղ չի հասկանա իր ծրագրի շարունակությունն է, իսկ եթե այսպես հեռավորություն կունենամ, բացատ կունենամ իրենց մեջ, արդեն կհասկանա ու մեր ծրագիրը կիրականացնի։ Միշտ կհիշենք, երբ որ if-ի պայման կտնենք, if-ի պայմանի մեջ վերջակետից հետո կատարվող գործողությունը, այսպես հեռավորություն պետք է ունենա, որ ինքը պարունակի։ Ստուգելու համար պրոստը կանաք սլակով փակեք, որ հասկանաք ձեր հրամանները if-ի պայմանի մեջ հայտնվել են, թե չէ։ Ահա։ Հաջորդը, եթե an մեծ է p-ից, թող տա b an մեծ է p-ից, պես մեզի հայտնի այդ մասին։ Եթե if պատի տնենք, եթե մեծ չէ, չէ, երկու տարբերակ ունենք, կամ an մեծ է p-ից, կամ an մեծ չէ p-ից։ Թե առաջինը an մեծ պետք է եղնի։ Հաջորդը, որպեսզի մնացած դեպքերն է հաշվի առնենք, այսինքն երբ որ an մեծ չէ p-ից, դրա համար կգնենք սպեսնա։ Else լիք մեր բանն է։ If-ի print սխալ է գնենք։ Քանի որ ինչ։ Ինչն է սխալ։ Այսինքն an մեծ չէ p-ից, ասպես գրեմ, որ ավելի հասկանալի է անում։ An
մեծ Այո, այնտեղ ինքը չկարեց, դա դրա համար։ Page։ Այս կողքը էլի։ Ինչի չկարեց Ստելան, այ։ Մի վայրկյան։ An մեծ չէ Page։ Ահա։ Ինչի սպեզնակ կերը։ Լավ, կարևոր չէ դիք։ Ստեղ an մեծ չէ Page, ինչի չի տվել an մեծ չէ Page, որովհետև ստեղ այն տվել ենք 50 արժեքը, B-ին տվել ենք 10 արժեքը։ Այսինքն էլի պիտի Այսինքն տեղը պիտի փոխի։ Եթե տեղերը փոխեմ, Կամ տեղը փոխենք։ Նոր է դա բանը երկրորդին նշկեն։ այս հրամանը մի կաշխատի, an մեծ չէ Page։ Իսկ քանի աշխատի, որովհետև մեծ պիտի եղնի an, ինքը եկավ նայեց, an ստուգեց, an մեծ է P-ից, տեսավ որ an մեծ չէ P-ից, այս հրամանը չիրականացրեց։ Եկավ նայեց մնացած դեպքերը։ Մնացած դեպքերում էլ արդեն an փոքր է P-ից։ Հասկացաք։ այո։ Մեկ է որ ժամանակը պերձավ երեխեք չմոռանաք նորից միանաք։ Ահա։ 3 րոպե կանջատվի։ Նայում էլ փորձենք այս կարգով ենենք։ Բերեք այն ու P-ին նույն արժեքները տան։ Նույն արժեքները դրանք հավասար կեղնին, եթե նույն արժեքները տան։ Հավասար կեղնին։ Համի սպես ենենք։ Եթե an հավասար է P-ի, հավասարակ սպես կտնենք, հիշեք, չէ՞։ Մաթեմատիկական։ Մաթեմատիկական հավասարակ տնենք։ Վերջակետը տնեմ G print։ Կտանենք վերջակետից դեպի աջ։ Այն կոմպտան։ Ուշ աշխատի։ Abris։ Print Դա կհասկանանք։ an մեծ է an հավասար է P։ Այս պայմանը հաշվի առնենք, հաջորդ պայմանը որն է, որը կեղնի։ Else երբ որ an հավասար չէ P-ին, այսինքն դի փոխենք տեղեն, Abris, ճիշտ է, երբ որ an հավասար է P-ի, կրանք տվենք print հավասար է P, մնացած դեպքերում կրանք կրենք, որ հավասար չէ, ուտպես տվենք ծրագիրը, բայց ինչ ես, եթե կուզեմ, որ երկու հատ ավել պայման կրեմ, որ երբ որ an մեծ է դեպքում տվե ուրիշ բան, երբ որ P-ն մեծ է տվե ուրիշ բան, էլի ուրիշ երկու պայման դե ավելցնեմ, չէ։ Հա, ու ինձ կտվա այդ an ու P-ն էլի բտնեք այստեղ Այ P-ի թվերը պիտի իրար հետ չեղնին, այսինքն իրար նմանը պիտի չեն իրար հավասար, օրինակ մեր Երեխեք կապ չունի, կրնա այս թվերը կամայական մենք մուտքագրենք հետո, ու հիմի էլի կփորձենք կմուտքագրենք կտեսնենք, էլի կարևոր չէ։ Կարևորը ասենք պատկացեք այս թվերը ստեղ անընդհատ փոխվին իրար մեջ, ցիկ թողանի 66 կամ չգիտեմ ուրիշ թիվ ինչ որ անի, էլի կապ չունի։ Լավ։ 5-րդը սխալ կեղնի, եթե 66 եղնի, 5-րդ print an հավասար է P-ին սխալ կեղնի։ Ոչ թե 5-րդը արդեն ստողը սխալ կեղնի, հենց տեղից ինք եկավ նայեց an հավասար չէ P-ի, վсё է, սիգա չիրականացրեց։ Իսկ եթե Ես եթե կուզեմ մեն պայմանները հաշվի առնեմ, որ կարող է an է մեծ, չէ։ Մենք ունենք պրոստը else, որը սաղ բոլոր դեպքերը հաշվի կառնիր, ունենք միամե else if, որը կգրվի ստեղ, այսինքն ուրիշ if, էլի բացի այս ետեից ուրիշ ետե։ else-ին ու էլի ծրագրի մեջ կան։ Հա, սիկ նույն else if-ն է, ինչ-որ կրիայի մեջ է, պրոսը կգրվի սպես կարճատ տարբերակով, որը ավելի հարմար է ես տնձի։ Else if հաջորդ պայմանը եթե an մեծ է P-ից։ Դելենեք թե ոսկի an արդեն փոքր կեղնի P-ից։ Ահա, անպայման, մի եդեր կենենք։ Print an փոքր է P։ Հաջորդը մամել հաշվի առնենք, որ an կրնա փոքր եղնի P-ից։ Իսկ մենք կրնանք ինգեր արդու կարող եմ մի հաստալ։ Ահա։ Իսկ ես դեմ կարող ենք an ու
փոխենք ուրիշ տառերով տնենք։ Այս տարերը անուպեմ փոխենք, քանչի չենք կրնա։ Կրնամ այտեղը, ինչ կուզես կրես այտեղը, սա կրեմ։ Նամը։ Նմը։ Ահա։ Էցի նմը։ Չէ,